Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնհայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունիսի 24-ն է 2026 թվական։ Խոսենք հետընտրական զարգացումների պարագայում Ռուսաստանի կողմից հորդորներն ու ճնշումները, ինչ է դա նշանակում, ինչ սպասենք դրանից, մանավանդ երբ որ տեսնում ենք ուկրաինական պատերազմում Ռուսաստանի խայտառակ վիճակը։ Իհարկե այն ինչ որ կքննարկի սահմանադրական դատարանը 2 օր հետո հունիսի 26-ին կանրադառնանք, կտեսնենք ինչ է կատարվում, ճիշտ տարբերակը, որ իշխանությունը այո գա այն եզրակացության, որ ճիշտ կլի սահմանադրական դատարանը նոր ընտրություններ հայտարարի, բայց դա որոշողը իրենք են, կորոշեն, կտեսնենք ինչ է, մանավանդ որ մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանը արդեն պետք է սկսի այն խոստումները, որով որ տվել է, որ ասում են ողջունում ենք Փաշինյանին, աջակցում ենք նրան, հիմա եկել է պարտքերը փակելու ժամանակը, բայց դեռ ինքը պատրաստ չի բոլորի պարտքերը փակել, միաժամանակ դա հնարավոր չի, այսինքն առաջանալու է խնդիրներ։ Միակ լուծումը երևի այս տարբերակն է, բայց որոշողը իրանք են, կտեսնենք, կխոսենք։ Իսկ հիմա նայենք Ռուսաստանից ինչ ենք լսում։ Իդեպ օր չկա, որ Ռուսաստանից մի քանի հայտարարություններ Հայաստանի հետ կապված չլինի։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով։ Մենք շարունակելու ենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ, մենք ունենք բազմաթիվ ընդհանուր գործեր։ Մենք Հայաստանում լուրջ ներդրող ենք որպես Ռուսաստան, ուստի գործերը շատ են եւ հարաբերությունները կշարունակեն զարգանալ։ Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը գտնվում է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար սա կարևոր է, որովհետև բազմաթիվ դարերի ընթացքում Ռուսաստանը եւ Հայաստանը եղել են հարևան երկրներ, եղբայրական երկրներ։ Ռուսաստանը հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության, քանի որ այս ինտեգրացիոն գործընթացը զգալիորեն ավելի ձեռնտու է, քան Հայաստանի հնարավոր անդամակցությունը Եվրամիությանը։ Եթե այդ որոշումը կայացնելու է Հայաստանը, հայ ժողովուրդը, ինչ եք խառնվելու ամեն օր ասում ձեր շահերից ա բխում ԵԱՏՄ-ն։ Եթե մեր շահերից ա բխում, ինչի է Ռուսաստանին թվում, մենք մեր շահերը չգիտենք կամ չենք հասկանում, որն է պատճառը, որ անընդհատ այսպես համոզելու, ճնշելու, որպեսզի ընտրություն կատարվի հօգուտ ԵԱՏՄ-ի։ Նախ, երբ որ խոսք է գնում այն մասին, որ Ռուսաստանը եւ Հայաստանը եղել են հարևան երկրներ, եղբայրական երկրներ, երբ են եղել եղբայրական երկրներ, այդ եղբայրությունը երբ է եղել Թուրքմենչայի պայմանագրով, երբ որ ռուս-պարսկական պատերազմի արդյունքում Հայաստանը անցել է Ռուսաստանի կազմ, մենք դրանից դարձել ենք եղբայր, որ փուլում է եղել այդ եղբայրությունը, երբ որ Խորհրդային Միությունը իր 11-րդ բանակն ուղարկել է, որպեսզի Հայաստանը օկուպացնի, մենք դրանից դարձել ենք եղբայր։ Եթե Խորհրդային Միության կազմում մենք իրար հետ ապրել ենք ու դա համարում եք եղբայրություն, այս մեծապետական վարքագիծը Խորհրդային Միության փլուզումից հետո, որ մենք ռուսները բոլոր տեղերը մենք պետք է որոշենք, Ղազախստանում էլ մենք պետք է որոշենք, ընդեղ էլ պետք է ռուսերեն խոսան, մենք պետք է իշխենք, որտեղից է գալիս սա։ Բա որ Խորհրդային Միության կազմում ենք, եթե եղբայր էինք, Խորհրդային Միության կազմում չենք, հավասարազոր պետություններ ենք, անկախ քաշային կատեգորիաները, ի նկատի ունեմ իրավունքները, այդ պարագայում բան չեք ձեզ այդպես պահում։ Կարողանում եք ընդհանուր ձեր երկիրը պահել, հիմա էլ ուզում եք ուրիշ երկրներում ասեք, թե նրանք ոնց պետք է ապրեն, ինչ պետք է անեն։ Նախ այդ եղբայրությունը հասկանալի է, որ դա պարզ ստախոսություն է, եւ երկրորդ, Հայաստանը ինքը կորոշի իր Եվրամիությունն է հարմար, թե ԵԱՏՄ-ն։ Այսօր ԵԱՏՄ-ի հետ կապված Ռուսաստանը ինքը սանկցիաներ կիրառելով Հայաստանի նկատմամբ ցույց տվեց, որ հայկական ապրանքը իսկապես անորակ է, բայց այդ խայտառակությունը մենք պետք է դաս չլինի մեզ։ Այդ նույն ավորակ ապրանքը մենք չենք ուտում,
ով աստուգում եւ ասում, գիտեք ժողովրդյան, մեր տնտեսվարողները մեզ անորակ ապրանք են տալի։ Եթե անորակ չի, կանգնեք ասեք, սա է անորակ, այս էլ մեր լաբորատորիայի պատասխանը։ Իսկ եթե անորակ է, այսքան տարի անկախ պետություն լինելով, ԵԱՏՄ կազմում լինելու պարագայում ամեն ինչ արել ենք, որպեսզի անորակ ապրանք արտադրենք եւ դա մտնի Ռուսաստան, որովհետեւ ինքը համաձայն է այդ անորակը վերջ։ Բա մենք մեր տնտեսությունը ինչպես ենք զարգացնելու։ Ցանկացած ծնող իր երեխային տանում է այնպիսի դպրոց, որ ուժեղ դպրոցը լի, որ նա լավ սովորի, առաջ գնա, ձգտի, չարչարվի, եթե սպորտի է ատարում, գնա, այնպիսի մարզիչի մոտ տանի, որ նրան չարչարի, որ նրան ստիպի, որ նա սովորի, ամեն ինչ անի, լավ մարզվի, առաջ գնա։ Այսինքն դնում ես մի հատ բարձր նպատակ, այո, այդ բարձր նպատակին հասնելը հաճույքի ճանապարհ չի, դժվարությունների ճանապարհ է, բայց գիտես, որ այդ արդյունքը շատ կարևոր է։ Ամեն հաջորդ օրը ավելի լավ վիճակի ես ելնելու, ամեն հաջորդ օրը քո հաջորդ սերունդին ավելի բարձր մակարդակի երկիր ես հանձնելու, եւ այդ նպատակը ստիպում է հետեւողական աշխատել դրա վրա։ Իսկ ինչ է առաջարկում Ռուսաստանը։ Շարունակեք անորակ արտադրել ու ես դա կընդունեմ։ Երբ ուզենամ չեմ ընդունի, բայց երբ որ ես չընդունեմ, դուք որևէ տեղ չեք կարող այդ ապրանքը վաճառեք, սա չէ Ռուսաստանի ասածը։ Բայց սա ինչ է նշանակում։ Այո, մենք հասկանում ենք, որ Եվրամիությունը այսօր մեզ օգնում է, որ մենք կարողանանք դա վաճառել։ Այո, հասկանում ենք, որ շատ ապրանքներ իրենց ստանդարտին չի համապատասխանում։ Այո, հասկանում ենք, որ դժվարություններ ունենք եւ ընդառաջ քայլը Եվրամիությունն արել է, բայց դա մեզ պիտի դաս լինի, չէ՞ որ հասկանանք ուշ թե շուտ հասնելու ենք այդ մակարդակին, որպեսզի կարողանանք մրցունակ ապրանք արտադրենք։ Այդ ժամանակ արաբական երկրներն էլ կապրեն, որոնք որ լավ էլ հարուստ երկրներ են, անապատային երկրներ են։ Այո, Եվրոպան էլ, Միացյալ Նահանգները եւ բացի դրանից շատ ավելի շատ այդ թվում նաեւ Ռուսաստանը, որը մեզ չի ասի, ձեր ապրանքը անորակ է։ Ամեն սա է հազիվ առիթեր, այն ինչ որ տարիներով, տասնամյակներով խոսում էինք, Ռուսաստանի վարած քաղաքականությունը ջրիերես հանեց այն, ինչի մասին պարբերաբար ասել ենք, ու ամենակարևորը, ասեց այո, Ռուսաստանը որպես գործընկեր արել է ամեն ինչ, որ Հայաստանը արտադրի անորակ ապրանք, որովհետև ոչ մի շահագրգռվածություն չի եղել որակով ապրանք արտադրելու։ Իսկ հիմա նայենք ուրիշ, դրանով չպրծանք, ՀԱՊ մշտական խորհրդի գործող նախագահ Վիկտոր Վասիլև։ Առանձնահատուկ պետք է կանգ առնել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա, հաշվի առնելով նաև Հայաստանում կայացած ընտրությունները։ Զանգեզուրի Միչանսկի անվտանգության ապահովման վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրերը, Հայաստանն իրենց ռազմական կառույցներում ներառելու ԵՄ երկրների մտադրությունները, ինչպես նաև այս տարածաշրջանում իրականացվող այլ ոչ բարեկամական քայլերը հեռանկարում կհանգեցնեն իրավիճակի հետագա սրմանը։ Մենք վերահսկում ենք իրավիճակը, հասկացաք։ Հայաստանը սառցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, բայց ՀԱՊԿ-ը ասում է գիտես ինչ, այս որ դու խաղեր ես տալի, իրավիճակը սրվելու է, բայց իրավիճակը ինչով է սրվելու։ Որքան գիտեմ, Հարավային Կովկասում կա 3 պետություն, 3-ից 2-ը Վրաստանը եւ Ադրբեջանը նույնպես ՀԱՊԿ-ի անդամ էին։ Հիմնադիր անդամներ էին։ Մինչև 92 թվականից այդ ամեն ինչը որոշվեց արվեց, 94 թվականին վավերացումները բոլորը եղավ, առաջի պայմանագիրը 5 տարով էր։ 99 թվականին Վրաստանն ու Ադրբեջանն ասին հաջողություն, մենք գնացինք, մեզ ՀԱՊԿ-ը չի հետաքրքրում։ Ինչ արեց Հայաստանը, Հայաստանը շարունակեց։ Վրաստանն ու Ադրբեջանը նաև մտան ՈՒԱՄ, Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա։ Իհարկե տնտեսական համագործակցություն էր, բայց անունը դրել էին հանուն ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման։ Բայց նույնիսկ տնտեսական այդ կառույցը, որը 97 թվականին ստեղծվել էր, բայց կանոնադրությունը հետո հաստատեցին, անգամ այդ պարագայում իրանք ասեցին, դե քանի որ մենք գնում ենք ՈՒԱՄ, մեզ ՀԱՊԿ-ը պետք չի կխանգարի։ Նա տնտեսական տիրույթ է, բայց այլ տիրույթ է։ Մեզ ՀԱՊԿ-ը կխանգարի։
Այնպես չի, որ այդ կառույցը շատ հզոր կառույց է կամ շատ ակտիվ աշխատում է, բայց երբ որ իրանց պետք է, այդ առիթը օգտագործում են, որ սա միջանկյալ կառույց էր, հետխորհրդային այդ երկրներն էին հենց Եվրոպայի գործընկերը։ Հիմա Հարավային Կովկասում 3 երկիր է, երկուսը ՀԱՊԿ-ի անդամ չեն։ Հարավային Կովկասի 2 երկրները ռուսական բազան ասել են բանից հանեք։ Վրաստանը Վրաստանից, Ադրբեջանը Ադրբեջանից։ Համ ՀԱՊԿ-ի անդամ չեն, համ ռուսական բազաները հանված են։ Այդ պարագայում Հարավային Կովկասում, եթե Հայաստանն էլ հանի բազան, եթե Հայաստանն էլ դուրս գա ՀԱՊԿ-ից, այդ դեպքում Հարավային Կովկասում ինչ բաժանարար գծեր է լինելու եւ ինչու է իրավիճակը սրվելու։ Ընդհակառակը իրավիճակը Ռուսաստանն է սրում, որտեղ իր գոյությունը արդարացված չի։ Որքան գիտեմ Նիկոլ Փաշինյանն ասում էր վարենք ռեգիոնալ քաղաքականություն, որքան գիտեմ ինքը կողմ էր, որ մեր անվտանգությունը մենք պատվիրակենք մեր հարևան երկրներին, անգամ այնքան չափնանցել էին, ասում էին մեր անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, բայց այդ պարագայում, եթե ոչ Վրաստանը, ոչ Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամ չեն, իրենց տարածքում ռուսական բազա չունեն։ Ինչն է պատճառը ռեգիոնալ քաղաքականության եւ խաղաղության խաչմերուկի ձգտող Հայաստանի իշխանությունները չեն ասում Ռուսաստան հոп, եթե ուզում ես Հարավային Կովկասում չլնեն բաժանարար գծեր, քեզ ուղակի հաջողություն մաղթենք եւ գնա զբաղվի քո գործերով։ Ինչու են իրանք մեզ սպառնում, դուք սրա մեջ անթակույց սպառնալիք չեք տեսնում, մենք վերահսկում ենք իրավիճակը եւ այս ամեն ինչը ինչ որ արվում է Ամերիկայի ու Եվրոպայի հետ, այդ ամեն ինչը իրենց համար համարվում է իրավիճակի սրում։ Մենք էլի սրանից եզրակացություն չենք անելու, որ Ռուսաստանի նկատմամբ մենք պետք է հստակեցնենք մեր քայլերը, որտեղ այս կիսաքայլերով միևնույնն է մենք խոցելի ենք, ինքը ցանկանում է ճնշում գործադրել Հայաստանի վրա, բայց երբ որ մենք գոնե հակառակ ուղղությամբ ավելի ակտիվ քայլեր չենք անելու, քանի որ Նիկոլ Փաշինյանը դեռ հույս ունի, որ կգնա եւ Վլադիմիր Պուտինի այդ հարցերը կկարգավորի, մենք հիմա ամենախոցելին ենք։ Իսկ հիմա մենք տեսնենք, այդ պարբերաբար ասում են ինչ օրակարգ, ինչ կեղծ օրակարգ եք շրջանառում, դուք ում պատվերն եք կատարում, դուք ինչ եք ուզում, մենք գնում ենք խաղաղության, մենք սրտիկել ենք ամբողջ հանրապետությունը, չկար տենց աղբի դույլ, որի վրա Նիկոլ Փաշինյանի նկարը սրտիկով չլներ, չկար տենց քանդած բան, չկար տենց կոշկակարի մի հատ կրպակ, որի վրա Նիկոլ Փաշինյանի սրտիկը չլներ, դուք չեք հասկանում, որ մենք խաղաղության ենք տարել, ասում ենք հասկանում ենք, դուք չեք հասկանում, որ մենք հասկանում ենք, որ դուք չեք հասկանում, որովհետև բան ես խոստացել Ալիևին, հիմա ինքը իր պահանջն է ներկայացնում, եւ պահանջը միայն սահմանադրության հետ կապված չի ներկայացնում, որը սպասում են տեսնեն սահմանադրական դատարանը ինչ է որոշում։ Սա առաջի դեպքն է, որ իրանք ասում են Արևմտյան Ադրբեջանի հարցը պետք է լինի խաղաղության օրակարգային հարց։ Եթե Հայաստանը այդ հարցը չլուծի, ուրեմն խաղաղություն չի լինելու։ Առաջի անգամ եք լսում, սա կեղծ կատեգորիա է։ Սա մեր հորինածն է, կամ Ադրբեջանի օրակարգն ենք սպասարկում, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասեր Ադրբեջանի կարծիքը մեզ ընդհանրապես չի հետաքրքրում, կասենք դե եթե քեզ չի հետաքրքրում այդքան ուժերիդ վրա վստահես, մենք ինչի ենք մեզ կոտորում որ, բայց երբ որ ասում ես խաղաղությունը պայմանավորված է Ադրբեջանի կամքով, Ադրբեջանն է մեր անվտանգության երաշխավորը, Ադրբեջանը պետք է ապահովի մեր խաղաղությունը, եթե այդպիսի հայտարարություն արվում Հայաստանից եւ մեկ էլ ասում է տեր կանգնենք խաղաղություն, տեր կանգնեք խաղաղությանը, այսինքն ինքը չի խաղաղությանը տեր կանգնելու, ինքը ասում է դուք պետք է տեր կանգնեք խաղաղությանը, ինքը բթամին ճանելիք ունի որ Ադրբեջանը պետք է խաղաղությունը ապահովի, մենք էլ տեր կանգնենք, բայց դուք ինչ անեք։ Եվ դրա համար հիմա նայենք հերթական անգամ, սա համարում եք սովորական հերթական բան, Արևմտյան Ադրբեջանի համայնքի նախագահ Միլի Մեջլիսի падգամավոր իշխող քաղաքական ուժի այլապես չէինք էլ անդրադառնա։ Ազիզ Ալեկբերլին վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան պատմական արդարության եւ մարդու իրավունքների վերականգնում միջոցառման շրջանակներում հայտարարել է։ Այսինքն որերորդ միջոցառումն է արվում։
Արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի հողեր վերադարձի հարցը պետք է դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի շրջանակներում քննարկումների մաս, քանի որ առանց այդ իրավունքի վերականգնման տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության մասին խոսելը դժվար կլինի։ Էս Ադրբեջանի անունից եք Հայաստանի խաղաղություն խոստացել։ Համայնքը հիմնվելով միջազգային իրավունքի վրա, միջազգային կազմակերպություններից և համաշխարհային հանրությունից պահանջում է ճանաչել և ապահովել այդ մարդկանց իրավունքները։ Այսօր Ադրբեջանը և Հայաստանը վարում են խաղաղ բանակցություններ։ Կարծում ենք, որ այդ բանակցությունների շրջանակներում պետք է հստակեցվի նաև Արևմտյան Ադրբեջանից փախստականների իրենց հայրենի հողեր վերադառնալու հարցը։ Բարդ չէ պատկերացնել Խորհրդային Միության ժամանակվա գնացած մարդիկ քանի տարեկան են, որքանով են իրենք այդքան տարի դուրս ապրելուց հետո սենց սիրատոչոր հայացքով ցանկանում են գան Հայաստան։ Բոլորդ էլ հասկանում եք, որ դա նպատակային փողը տալու են իրանց և իրանց ընտանիքի անդամներին ուղարկեն Հայաստան, որպեսզի Հայաստանը վերացնեն, ժողովուրդ ջան։ Սա հենց այնպես գալ չի, մեր իշխանավորներից էլ ասում են, դե լավ էլ է ժողովուրդ ջան, ով պետք է գա իրանց ինչին է պետք գա, իրանց պետք չի, իրանց փողը տալու են ուղարկեն, ինչ չի պետք։ Ում ինչ է նշանակում իրանց պետք չի։ Այսինքն մենք հույսներս պիտի դնենք նրա վրա, որ իրանք գնացել են հարմարվել են այնտեղ ապրելուն, Հայաստան վերադառնալու ցանկություն չունեն, կամ շատերն ասում են, լա թող գան, տեսեք ինչ են կանելու, մեծ մի խոսա, հա։ Ձեզ որ Նիկոլ Փաշինյանն ասի գնացեք աղուհացով դիմավորեք, կգնաք աղուհացով կդիմավորեք։ Լա եթե ասի ոտերներն էլ լվացեք, կարծում եմ, որ եթե Փաշինյանը հանձնարարի, ոտերներն էլ կլվակ։ Մեծ մի խոսացեք, որ մենք թույլ չենք տա իրանք գան։ Իրանք գալու են, հետևից էլ իրանց զորքը, որ պաշտպանի նրանց անվտանգությունը։ Մի հատ բան նրանց դեմ անեք, Փաշինյանը ձեզ կալանավորելու է։ Պետք է ասի դուք խաղաղություն չեք ուզում։ Չգիտեք ինչ է տեղի ունենալու։ Ճոռոմ խոսացողներ։ Ալեք Բերլին հավելել է, որ խաղաղության հիմնական երաշխիքներից մեկը ժողովուրդների համատեղ բնակության ապահովումն է։ Այսինքն այս մարդիկ սենց են խաղաղությունը մեզ երաշխավորում։ Չենք լսում մենք։ Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ անհրաժեշտ է հաշվի նստել տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունների հետ։ Արևմտյան Ադրբեջանի համայնքը հանդես է գալիս հանուն խաղաղության, անվտանգության և տարածաշրջանային համագործակցության։ Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին։ Միևնույն ժամանակ կարծում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի արևմտյան ադրբեջանցիների իրենց հարազատ տներ վերադառնալու իրավունքը և չխոչընդոտի այդ գործընթացին, ասել է Ալեք Բերլին։ Հիմա մենք հասկացանք ինչա կատարվում, Ռուսաստանն ինչա պահանջում, Ադրբեջանը ինչա պահանջում, Թուրքիան էլ ոգևորված ասում է շատ լավ է գնում ամեն ինչ, մենակ Ադրբեջանի պահանջը որ կատարեք, մեզ հետ որևէ խնդիր չունեք, մեր հետ հարցը լրիվ կարգավորված է, եթե Ադրբեջանի հետ կարգավորեք, կատարեք Ադրբեջանի պահանջը, չեք լսում դրա մասին։ Հիմա այս պարագայում իշխանությունները պետք է նորից փորձեն մեղադրեն Հայաստանին, հայ ժողովրդին, որ դուք չեք ուզում խաղաղություն, դուք դիտավորյալ ուրիշի օրակարգ եք սպասարկում։ Այսինքն հիմա այս նյութը տարածված է հայկական մեդիաներում։ Ինչպես նաև մի ուրիշ նյութ, Բելարուսի մասին նյութ, Ռուսաստանի, Ուկրաինայի, այսինքն ինչ անենք։ Ուկրաինայի մասին խոսենք, Բելարուսի մասին խոսենք, Արգենտինայի մասին խոսենք, Ավստրալիայի մասին խոսենք, այնով որ մեզ անվտանգության երաշխավորնայի փրթե, նրանց լուրը, որ մեզ պարտադրում են 300,000 ադրբեջանցի վերադառնա կամ ավելի շատ կամ ավելի քիչ, հարցը դա չի։ Ինչքան էլ եկան նրանց իրավունքները չհարգվեց, զորքը հետևից մտնելու է։ Եվ դա մտնելու է Փաշինյանի հետ պայմանավորված։ Հոտանորություն չի։ Փաշինյանին պետք է հայ ժողովրդի զգոնությունը բթացնել։ Բոլոր նրանց մեղադրել, ովքեր վտանգը տեսնելով պայքարում են։ Այս սրա մասին է խոսքը, ժողովուրդ ջան։ Հիմա մենք դրա համար, քանի որ հիմա նայում ենք, թե հետընտրական զարգացումները, տեսնում եք աշխարհաքաղաքական ճնշումները Հայաստանի վրա, Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, ինչ լուծում են գտնում։ Եթե այսօր իրանք հայտարարեն, որ ընտրության արդյունքները կասկածի տակ չի դրվում եւ իրանք գնում են հաջորդ փուլին,
պարզա որ առաջանալու են մթնոլորտը բայց վատը գիտեք որն է այն ռուսամետ ուժերը որոնք պետք է լրիվ քոքերը կտրված լիներ այդ ռուսամետ ուժերը հիմա պետք է ասեն ընտրությունները կեղծվել են եւ այլ ժողովուրդ ջան տեսակ այս իշխանությունը լեգիտիմ չի եւ այլ դրա համար միանշանակ այս ռուսամետ ուժերը եւ այս իշխանությունը պասերով արեցին այնպես որ այս ընտրությունները դառնան ոչ լեգիտիմ եւ եթե ինչ որ միտեղ մարդիկ չհասկացան որ այդ ընտրությունները կարող է ոչ լեգիտիմ է թե չէ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց որ այո այս ընդդիմությունը ոչ լեգիտիմ է այսինքն դրանով ասելով չի կարա խորհրդարանի այս գծից այն կողմ լեգիտիմ լինի այս գծից այն կողմ ոչ լեգիտիմ նշանակում է ինքը հայտարարեց որպեսզի դրանով մարդկանց հասկացնի որ ժողովուրդ ջան այն մյուսներին ճնշելու պատճառով կամ այն մյուսների պատճառով է որ լեգիտիմ չի ոչ թե իշխանության բայց արդյունքում փաստ է որ լեգիտիմ չի այդ խորհրդարանը հիմա դրա համար պետք է այդ որոշումը կայացնել նոր ընտրություններ բնական է ընտրակաշարք այլևս բաժանել չեն կարող եւ կունենանք նորմալ խորհրդարան հետո դուք պատկերացրեք այսօրվա խորհրդարանը ինչ տեսք ունի եւ ինչպես է դիմակայելու այս մարտահրավերներին եւ ինչ բեռը անգնելու արտախորհրդարանական ուժերի ուսերին այն դեպքում երբ որ ընտրությանը մասնակցած ուժերի մեջ մի քանիս ուղղակի ցույց տվեցին որ իրանք որևէ հեռանկարային ասելիք ու անելիք չունեն ում ուսելի վրա եք այդ բեռը գցե հա ես հստակ եւ ասում եմ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը պարտավորված է նաև մտածել որ ինչ պետք է անել այս վիճակից դուրս գալու որովհետև մեր իշխանությունը քայլեր է անելու հիմա դեպի Ռուսաստան եւ պատկերացրեք այդ խորհրդարանի տեսքը եւ Եվրոպան էլ պետք է ասի չհասկացանք դուք ինչ արեցիք լուրջ հետեւողական քայլեր պետք է անի դեպի Եվրամիության ուղղությամբ իսկ այն արևմտամետ ուժերը որոնք մի մասը Նիկոլ Փաշինյանի շահերը սպասարկելը չեն էլ թաքցրել դուք տեսաք արդյունքը եւ այն արևմտամետները որ ասում են մենք արևմտամետ ենք բայց համակրում ենք Սամվել Կարապետյանին դա էլ է բացահայտված ժողովուրդն էլ իր կարծիքն ասել է հիմա տեսակ ինչ բեռը հանգնում հատկապես Հայաստանի շնորհապետական կուսակցության ուսերին եւ դրա համար պետք է ինիկատիվ ունենալ որ շատ լուրջ ձևով հետեւողական ձևով այո պետք է քայլեր կատարել իդեպ նաեւ ես ձեզ մի բան էլ ասեմ Հայաստանի շատ հրապարակային գործիչներ կան որ եթե Հունաստանը կղզիներ է վաճառում էլի Հոնիական ծովում շատ հարմար շատ հաճելի կղզիներ է վաճառում եթե նույնիսկ այդ կղզիները նվեր տան մեր որոշ հրապարակային գործիչների ասեն այս կղզին քեզ նվեր կարող ես հիմնես թագավորություն դու էլ ունես դրա թագավորը գեղեցիկ սենց լողազգեստով աղջիկներն կգան կողքերդ կֆռան հով կանեն քեզ ամեն ինչ պետությունն էլ ՄԱԿ-ի կողմից կճանաչվի կլնես ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետություն ու թագավորություն բայց մի պայմանով պետք է Գուրգեն Սիմոնյանի չքննադատես գիտեք քանի մարդ կասի բայց այն չի սա պետք ըլնեմ թագավոր ու Գուրգեն Սիմոնյանի չքննադատեմ ժողովուրդ ջան հավատացնում եմ ասես բարթույթավորված մարդիկ մինչև այսօր կան ընտրությունը ավարտվել է լա չգիտեն ինչ ալնելու մենք էլ խորհրդարանում չենք բայց այդ մարդիկ արթնանում են քունները չի տանում ժողովուրդ ջան հիստերիայի մեջ են չես հասկանում ինչի՞ց է գալի մարդկանց մոտ այդ ատելությունը լավ այդ իրանց խնդիրն է լավ ուզեմ ասեմ ժողովուրդ ջան մենք անելիք ունենք ուղղակի հիմա անցնենք մյուս հարցերին որպեսզի մենք տեսնենք իդեպ նաև մի բան էլ ասեմ նոր մնացած հարցերին ասնեմ Բելարուսին երբ որ ուլտիմատում էր ներկայացրել Վոլոդիմիր Զելենսկին որ եթե Ռուսաստանին կօգնես ես պատասխան քայլեր կանեմ նույնիսկ չէր ասել ինչ պատասխան քայլ Ալեքսանդր Լուկաշենկոն գտավ հարցի ճիշտ ճանապարհը ինքը ասեց դե կգնամ Ռուսաստան բանակցությունների քանի ուլտիմատումի օրը չի ավարտվե բայց եւ միևնույն ժամանակ նաեւ կգնամ երկարաժամկետ գործուղման այսինքն սա ինչ է նշանակում քո երկրին ուլտիմատում են ներկայացնում դու գնում ես երկարաժամկետ գործուղման ծլկում ես վախեցել ես որ որոշում կայացնելը զիջելու իբր դու չես անում գործուղման մեջ էիր կամ էլ որ բան Ուկրաինան հարված հասցնի դու ուտեղ չլնես հա դատար գլխից չկպնի որևէ հրթիռ սա է Ռուսաստանի գործընկերը
Այս ձևի ձեր գործընկերությունը, որ ինքը հրաշալի գիտի, որ Ռուսաստանը իր անվտանգությունը չի պահելու, հրաշալի գիտի։ Եվ սա հենց ինչի մասին է խոսում։ Սա խոսում է այն մասին, որ պետք է դրանից էլ եզրակացություն, այս էր ձեր միասնական պետություն ստեղծելու գաղափարը, բայց նաև հանձնարարականատրված, պաշտոնապես չեն ընդունում, բայց սահմանամերձ գոտում արդեն սկսում են ինտերնետը անջատել, որպեսզի ցույց տան, որ տեսեք, մենք դրանով ռուսական դրոններին չենք աջակցում։ Այսինքն ցանկանում են սիրաշահել Զելենսկուն այդ ուղղությամբ։ Եվ սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է այն մասին, որ մենք պետք է հասկանանք ինչ է կատարվում, եւ այս վիճակում անգամ Ռուսաստանի այս խայտարակ վիճակը Ղրիմում տեսնում եք, բենզին չկա, ոչինչ չկա, տրանսպորտ չի աշխատում, մարդիկ չեն կարողանում բենզին լցնեն, անգամ ապրանքը տեղափոխեն խանութներ։ Դուք պատկերացնում եք մի երկիր, որտեղ ընդհանրապես պարալիզված է։ Իսկ Ռուսաստանի մնացած տարածքներ, Մոսկվայի վիճակը տեսել եք, առավոտից իրիկու այդ ամբողջ նյութերը, որ տարածում են, թե ինչ խայտարակ վիճակա ռուսական քաղաքներում, ընդհանրապես ոտովել են գործի գնում, սկի գործ կա որ գնան կամ չգնան, թե Մոսկվայում ոնց պետք է ոտով գործի գնան, թե ինչ պետք է անեն, հերթերը կիլոմետրերով, ընդեղ էլ որտեղ գնում են արդեն չկա։ Այս ամեն ինչը, այս ռուսամետ ուժերը, որ ասում են Եվրոպայի հետ համագործակցությունը բլեֆ է, դա իրական չի, այսինքն որ մասը չի իրական։ Որ մասը չի իրական։ Իսկ Ռուսաստանի հետ իրական, հա։ Ռուսաստանը, որ իր երկիրը չի կարողանում պահի, Հայաստանը պահելու, Հայաստանը վախեցնում է Հայաստանին, բայց գիտի, որ Հայաստանի ներսում պարարտ հող կա, որպեսզի Ռուսաստանի շահերը սպասարկեն։ Այսինքն ինքը գիտի, որ մեր տարածքում ունի գործակալական հսկայական ցանց, որոնց միջոցով այո կարող է սպասարկի Ռուսաստանի շահերը։ Ես դրա համար ուզում եմ մի բան հիշեցնեմ, 2022 թվականի մարտի 8-ին մի հատ նյութի հետ կապված, ես հիմա ձեզ ասեմ, դա եղել է 2022 թվականի փետրվարի 24-ին պատերազմը սկսեց եւ մարդիկ խոսում էին, որ դա կտևի 3 օր, այդ 3 օրվա ընթացքում արդեն մտածում էին, որ ինքնաթիռ ուղարկեն Զելենսկու ընտանիքը դուրս գա, որ ասեց, ես տաքսի չեմ պատվիրել, եւ շատ-շատերը համարում են, որ ընդհանրապես մի քանի օրվա պատմություն է, մի քանի օր էս կողմ, մի քանի օր են կողմ, բայց միևնույնն է հաստատ երկար չի լինի։ Մաքսիմում էլ ասում են մայիսի 9-ի շքերթը կդիմավորեն Կիևում ռուսները։ Բայց այդ պարագայում, երբ որ դա ասվում էր, այդ պարագայում, երբ որ մարտի 8-ին, երբ որ ասում եմ Նոյան Տապանիի հետ հարցազրույցներ, մարտի 8-ին դեռ ռուսական զորքը կանգնած էր Կիևի մատույցներում, ինչը ներսել էր մտե, քաղաքել էր մտե։ Չմոռանանք, որ Ստամբուլյան պայմանավորվածությունները մարտի վերջին էին, որտեղ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսի ասեցին դե լավ, որ պայմանավորում ենք զորքերը հետ քաշենք։ Զորքերը հետ են քաշել ապրիլի 1-ին։ Այսինքն այդ ժամանակ այդ ամսվա ընթացքում ընդհանրապես Ռուսաստանի նահանջի մասին խոսք չկար, բոլոր ուղղություններով իրանք հարձակվում էին։ Բայց այդ ժամանակ ես իմ կարծիքն եմ հայտնել, դա ինձ առաջել եմ իհարկե հայտնել, առիթ կլինի դա էլ կասեմ։ Այդ ժամանակ ես իմ կարծիքն եմ հայտնել, թե ինչ է տեղի ունենալու։ Երբ որ ամբողջ աշխարհի առաջի դեմքերն ու հատուկ ծառայությունները օրերի կյանք էին տվել Ուկրաինա պետության գոյության մասին։ Իսկ ես այդ ինֆորմացիան, որ իրանք ունեին գաղտնի, ես ոչ ունեի, ընդհանրապես վերլուծական ունակություն փորձելու հասկանանք ինչ է կատարում այդ մթնոլորտում, երբ որ արդեն Կիևի ներսում էին կրակում։ Հիմա ես մի հատ ուղղակի սա մի հատվածը դուք դիտեք ու շարունակենք քննարկել։ Ուր են գնալու այդ մարդիկ։ Ու այս պարագայում Ռուսաստանը իր տարածքով, եթե աճի դինամիկան նայենք, այդտեղ կարող է ապրի 2 միլիարդ մարդ։ Ապրում է 140 միլիոն, որից հետո աճ կգցում ուրիշ տարածքի վրա։ Այսինքն աշխարհը հասկանում է, որ նույնիսկ պանդեմիայով դեմը չես առնելու։ Այնքան մարդ չի զոհվելու, որ մոլորակի վիճակը, մոլորակը գնում է կատաստրոֆայի։ Իսկ այսօր Ռուսաստանը իր բոլոր հարևաններից պահանջում է հող։
Ճապոնիան խնդրում է ասում են 4 կղզից երկրորդ համաշխարհային պատերազմից հետո որ վերցել ես, արա տուր ինչ ուզում ես անեմ քո երկրի համար։ Ես ինդիկատորն եմ Միտուրուպը, Կունաշիրը, Խաբոմը եւ Շիկոտանը։ Չտվեց։ Չինաստանը երազում է որ ռուսական հողերի վրա աչք ունենա։ Ֆինլանդիայից տարածք ես վերցրել կարելի է։ Շվեդիայից վերցրել ես ամբողջ Լենինգրադ, Սանկտ Պետերբուրգի այդ ամբողջ մասը։ Կռիվ ունես Նորվեգիայի հետ, Բարենցի ծովում 175,000 քառակուսի կիլոմետրի։ Վերցրել ես Կալինինգրադը, Քյոնիզբերգը։ Վերցրել ես մեծ Դնեստրը, Վրաստանից վերցրել ես Աբխազիա, Հարավային Օսիա, Ուկրաինայից վերցրել ես տարածքներ, չեն ներելու քեզ։ Հիմա եւ քանի որ դու արդեն ցույց տվեցիր ով ուժեղա վերցնում, հա, հիմա այդ դեպքում երբ որ ասում են թե ՆԱՏՕ-ի զորքը չի մտնելու Ռուսաստան։ Դա էլ ասեմ ձեզ։ ՆԱՏՕ-ի զորքը Ռուսաստան հիմա չի մտնի։ Ինքը կսպասի Ռուսաստանը այնքան քայքայվի, որ ինքը արդեն կմտնի այդ զորքը, բայց արդեն կմտնի շորի մետրով։ Այսպես կչափիկ ասի Ճապոնիա ես քեզ, Չինաստան ես քեզ, Յակուտիա, Սախա դու առանձին պետություն, Բաշկիրիա դու առանձին պետություն, մյուս առանձին, որպես բոնուս Ուկրաինային տանկ սլավոնական Բելարուսը որտեղ իրաց խալապայել, բայց կամ կոտորել են։ Այսպես բաժանելու են մասերի, բաժանելու են եւ սկսվելու է մոլորակի վրա առաջիկա 50 տարին ոսկե կեսդար։ Ինչի եմ դա ասում, որովհետեւ տեսեք ինչ բնակչության հոսք հալնելու տեղ եւ այդ խոպանը ռուսական անծայրածիր տարածքները պետք է բնակեցնեն ու զարգացնեն, որը Ռուսաստանը չի անում, սովամա հենելում, գնացեք նայեք ինչա կատարում Ռուսաստանում։ Այսինքն արևմուտքը դնելու է փող եւ զարգացնելու աշխարհում կա ֆանտաստիկ փող, բայց որտեղ դնեն ռիսկային է։ Մենակ պանդեմիայի պատճառով չի որ տնտեսությունը ասենց սգած վիճակում է։ Նաև ուղղակի աճի հնարավորություններն է դժվար։ Ոնց անենք որ զենք չառներ, այսինքն հասնելու են դրան, որ աշխարհը լինի 3 բևեռ ունենա՝ Միացյալ Նահանգներ, Եվրամիություն եւ Չինաստան։ Եվրամիությունն էլ ունենա իր ուրույն անվտանգության համակարգը։ Այն հանելու են խաղից դուրս։ Ռուսաստանը պետք է թողեն ընդամենը մի հատ փոքր տարածք, մերձ Մոսկովյան ինչ որ մի հատ տարածք եւ ասեն գնա դրանով ապրի ու միջուկային զենքից զերծ տարածք։ Այս ծրագիրը մարդկանց գլխում կա։ Բայց իրանք կյանքում չէին համարձակվի միջուկային պետության հետ այդ ձևով խոսել։ Հերները կանեցել Ռուսաստանը։ Բայց երբ որ Ռուսաստանը խաղի կանոնները խախտեց, ասին, «Էս ինչ լավ է»։ Այսինքն նաև ասեմ դրա մեջ մասնագետները հասկանում են, որ Ռուսաստանի գլխին սարքեցին։ Ես ուզում եմ մենք ազնիվ լինենք։ Այն ինչ որ ես պատմեցի, ես բացարձակ ցանկություն չունեմ Ռուսաստանը կործանվի։ Իմ ջանը Ռուսաստանի համար ավելի շատ է ցանկում, քան ռուսների, որովհետև ես չեմ ուզում կործանվի, իսկ իրանք չեն ուզում, բայց չեն էլ ուզում պայքարեն դրա դեմ։ Իրանք պետք է գնան տանկերի տակ պարկեն, չթողեն ռուսական տանկը մտնի Բելարուս։ Ուկրաինա։ Ինչի, որովհետև եթե այսօր դա մտավ, վաղ արևմուտքը հաղթեց Ռուսաստանին, ուկրաինացու տանկերը քշելու են ձեր երեխաների վրայով։ Գնացեք զոհվեք, որ ձեր երեխաների վրով չքշեն։ Ու չասեք կալանավորում են։ Իմ ասածը սա է։ Դուք ձեր երկրի համար ավելի շատ չեք մտածում, քան նման մարդը։ Դուք ձեր երկիրը ուղղակի տանում եք քայելու։ Քանդում եք այդ երկիրը, մասերի եք բաժանում։ Մասերի բաժանեցին, փողը դնելու են, փող դնողները փողի հետ գալու են կառավարիչները արևմտյան։ Արևմտյան կառավարիչները գալու են, ասեն ես քեզ։ Այսինքն սա է ալնելու Ռուսաստանի վիճակը։ Պուտինը տանում է դրան։ Եթե ինքը ուզում է պատմության մեջ մտնի, ինքը պատմության մեջ կմտնի Ռուսաստանը քանդող։ Եվ դրա համար Այմա դուք տեսակ, սա եղել է 2022 թվականի մարտի 8 պատերազմից մի քանի օր հետո։ Այս հարցազրույցը ամբողջական կլինի իմ այս նյութի նկարագրական մասում, ովքեր ցանկություն կունենան ամբողջը նայել։ Սա է զգուշացնում։ Անկախ նրանից հետագա զարգացումները ինչ տեսք կունենա, ինչքան պատերազմը երկարեց, այնքան Ռուսաստանը քանդվելու վտանգի առաջ է կանգնում, որովհետև կամաց չի դիմանալու դրան։ Եվ բացի դրանից, ուշադրություն դարձնենք մի հանգամանքի, ես խոսել եմ այնտեղ Եվրոպայի անվտանգության մասին, որ Եվրոպան պետք է լինի բևեռ եւ իր անվտանգային համակարգը ունենա։ 2022 թվականին դեռ Ջո Բայդենն էր նախագահ եւ ոչ մեկը չգիտեր նրանից հետո ով կառաջադրվի, ինքը կառաջադրվի, թե չէ կամ ընդհանրապես Թրամփի թեմա չկար։ Այսինքն Եվրոպայի անվտանգության խնդիրը առաջացել է
Թրամփի հետ կապված, երբ որ ինքը արդեն նախընտրական փուլում սկսեց խոսել, որ պետքա ՆԱՏՕ-ի հետ կապված էսպես անենք, Եվրոպանես եւ այլ եւ այլ։ Ընդհանրապես թեմա էլ չկար, ինքը կմասնակցի ընտրությանը թե չէ։ Բայց այն դինամիկան, որ մենք պատկերացնում էինք, որ ուշ թե շուտ, այո, Եվրոպան պետքա, Եվրամիությունը պետքա իր անվտանգային ինքնուրույն համակարգը ստեղծի, որի պարագայում դառնա աշխարհը 3 բևեռ՝ Միացյալ Նահանգներ, Եվրոպա եւ երկուսը իրար հետ սերտ համագործակցելով այն երրորդն էլ ճանաչեն Չինաստանին, հիմա դուք տեսնում եք Չինաստանի դերակատարությունը, տեսնում եք Եվրոպայի անվտանգության հարցերը։ Ու այն ժամանակ, երբ որ այս մասին խոսում էինք, ով էր ասում, որ կարող է Ուկրաինան մտնի Ռուսաստանի տարածք կամ հարվածներ հասցնի։ Ռուսաստանից ասում են, դե լավ, եկելի պատերազմը մեր մոտ չի, մենք սկի չենք էլ զգում, որ մենք պատերազմի մեջ ենք։ Իսկ հիմա լացուկոսները դրած ասում մեր տներին են խփում։ Մենք հիմա այս ինչ ա կատարում։ Բաուրիշի տներին խփելը կարելի էր, ձեր տներին չէր կարելի։ Հիմա այս ամեն ինչը ուսումնասիրեք ու մտածեք։ Դրանից հետո ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանը գլխապատար գնաց Պուտինի մոտ, ասեց՝ դե գիտենք, վերև Աստված, ներքև դու, երբ որ պարզա Ուկրաինան վերցնես հաջորդը Հայաստանը, ոնց ասես նենց կաշխատենք, որովհետև գիտեր, որ 20 օր հետո մայիսի 9-ին Կիևում են նոր բանը հաղթանակի տոնը նշելու, բայց սա էինք բացատրում։ Իսկ եթե դուք այն ժամանակ պատկերացնեիք, որ նաև այլ տարբերակ կարող է լինել, Հայաստանի շահերը տենց Ռուսաստանի ոտերի տակ չէի գցի, որ մինչև այսօր ռուսները երեսով են տալի, ասում են, այն վաղ լավ էր, որ եկել էիք մեզ էիք դիմում։ Հիմա իրավիճակը փոխվել, ուզում եք թռնեք, որտեղ նրանք իրավունք են իրանց վերապահում այդ պրետենզիան ներկայացնեն։ Հիմա հասկացաք ինչի համար եմ ես այդ ամեն ինչը ասում։ Իսկ հիմա նայենք նաև Իրանի հետ կապված հարցը վերջնական կարգավորված չի, այսինքն մենք ստեղ խնդիրներ ունենք հասկանալու համար, թե ի վերջո ուր է գնում մեր մոլորակը։ ԱՄՆ Սենատը հավանություն է տվել ներկայացուցիչների պալատի կողմից ավելի վաղ ընդունված բանաձևին, որը կոչ է անում երկրի նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել ամերիկյան զինված ուժերի օգտագործումը Իրանի դեմ մարտական գործողություններ վարելու համար։ Այս բանաձևը համատեղ է, այսինքն ընդունվում է ԱՄՆ կոնգրեսի երկու պալատների կողմից, սակայն չունի օրենքի կարգավիճակ եւ նախագահի ստորագրությունը չի պահանջվում։ Հիմա երբ որ արդեն սա եղավ, ներկայացուցիչների պալատը արդեն ընդունել էր, հիմա էլ Սենատը ընդունեց, Դոնալդ Թրամփը հիմա մանա գալիս մեղքուն վրա գցի, հիմա էլ մեղք ուզմակցի կոնգրեսի վրա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, այսպիսով ես Իրանին ծնկի եմ բերել, նրանք պատրաստ են տապալվելու, պատրաստ են մեզ տալ գործնականում ամեն ինչ, եւ տասնամյակների ընթացքում առաջի անգամ նրանք դժողքի պես հարգում են ԱՄՆ-ին եւ նրա նախագահին, ինձ, իսկ ԱՄՆ Սենատը որոշում է կայացնում անցկացնել ոչ պատշաճ ժամանակին եւ անիմաստ ռազմական լիազորությունների մասին օրենքի քվեարկություն, աշխարհի ահաբեկչության թիվ 1 հովանավորին ասելով, որ ԱՄՆ-ին դուր չի գալիս այն, ինչ ես անում եմ նրանց հետ, եւ ես պետք է դադարեցնեմ եւ դրանով իսկ օգնություն եւ աջակցություն եմ ցուցաբերել թշնամուն։ Իհարկե այս Դոնալդ Թրամփը այն ձախողումը, որը ինքը ունի այս համաձայնագրի շուրջ, որ այն ինչ որ իր ցանկությունն ուներ չստացավ, հիմա ուզում է մեղքը գցի կոնգրեսի վրա, հիմա Սենատի որոշումը իհարկե ստորին պալատն արդեն որոշել էր։ 4 հանրապետական, այսինքն իր կուսակիցները անհաջողակներ քվեարկեցին հիմարոկրատների, այսինքն դեմոկրատների անունը, ասած նենգափոխած հետ եւ Իրանը հասցրեց իմ մարդկանց, ինչ է այդ ամենը նշանակում։ Այս սենատորներն ուղղակի ավելի դժվարացրեցին իմ աշխատանքը, բայց ես դա կանեմ այս կամ այն կերպ, որովհետեւ ես միշտ անում եմ այն, ինչ պետք է անել։ Ինչպես տեսնում եք, Դոնալդ Թրամփը հասկանում է, որ այն ինչ որ ստորագրված է, չգիտեն էլ կկատարվի թե չէ, զիջումների է գնացել ահավոր ձևով եւ ամբողջ աշխարհը դա գիտի, միայն Դոնալդ Թրամփը դա չգիտի։ Չնայած ինքը գիտի, բայց ուղղակի մտածում է դեռ կարողանում է մարդկանց խաբել։ Բայց դուք տեսնում եք իր գնահատականը, Իրանը չկա, սենց են կարեց ընկի ենք բերել եւ այլ եւ այլ։ Իսկ հիմա Իրանի բանակցային թիմի ղեկավար խորհրդանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև Մերձավոր Արևելքի պատերազմին վերջ դնելու գործարքն Ամերիկայի պարտության հռչակագիրն է։ Ահա սա էլ Իրանի գնահատականն է։ Իսլամաբադի համաձայնությունը ճնշման եւ հարկադրանքի արդյունք չէր, այլ քաջարի իրանական ազգի դիմադրության եւ հեղինակության արդյունք։ Ահա թե ինչու Իսլամաբադի համաձայնության հուշագիրը դարձավ Ամերիկայի պարտության հռչակագիր։ Ինչպես տեսնում եք, մի անգամ եւս ասել եմ, այս մարդիկ երկու կողմը, որ պետք է գնան բանակցություններ, սովորաբար
մեղմում են, չէ, խոսույթը։ Այս մարդիկ երկու կողմը մյուսին համարում են ջախջախված, կապիտուլյացիա եւ այլ պարտության հռչակագիր, այս կողմ են կողմ։ Դրա համար օրինակը մի անգամ էլ են բերել, որ ասեն մոտ են տպավորությունն է, որ իրանք այդ նարդի են խաղում, որովհետեւ երկուսն է գլուխները գովում են, որ դիմացինը խաղացող չի։ Ժողովուրդ ջան, բայց աշխարհը տեսնում է, թե իրականում ինչա կատարվում։ Մերձավոր Արևելքում Ղալիբաֆը շարունակում անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները։ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ վերջերս տեղի ունեցած պատերազմը ոչ միայն ռազմական առճակատում էր, այլ տարածաշրջանային ռազմավարական հավասարակշռությունը փոխելու կազմակերպված ջանք։ Մեզ համար Լիբանանում հրադադարը նույնքան կարևոր է եղել և մնում է որքան Իրանում հրադադարը, և Լիբանանում պատերազմի ավարտը նույնքան կարևոր է եղել, որքան Իրանում պատերազմի ավարտը։ Հիմա դուք տեսնում եք, իրանք, այսինքն մեկ էլ ուշադրություն դարձնենք, Մերձավոր Արևելքում անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները։ Իդեպ այդ որ Մերձավոր Արևելք ասում է, ավելի լայն ֆորմատով են ասում, նաև Հարավային Կովկասի նկատի ունեցել, ուտե Հայաստանի հետ կապված էլ, Ադրբեջանի հետ կապված էլ պարբերաբար Իրանից ասել են, որ տարածաշրջանում անվտանգությունը մեր վրա պետք է դրսից մարդ պետք է չմտնի։ Ուզեմ ասեմ, սա պետք է լսենք, որ հասկանանք, սա մեզ էլ է վերաբերվում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ Վենեսուելան հիանալի է պահում իրեն և Իրանը հիանալի է պահում իրեն։ Ես նկատի ունեմ, եթե Իրանը ողջամիտ և իմաստուն պահի իրեն։ Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք ավարտել գործը, իսկ դրա համար հնարավոր է պահանջվի մեկ շաբաթից պակաս ժամանակ։ Այս քանի ամիս է մեկ շաբաթվա մեջ հարցը լուծում էր, դեռ հարցը չի էլ լուծել։ Կարծում եմ նրանք կանեն այն, ինչ հարկն է, քանի որ մենք ցանկանում ենք հասնել դրան։ Բայց Պակիստանի վարչապետը, որը միջնորդ էր, հստակեցնում է մտցնում Շահբազ Շարիֆ Իրան-ԱՄՆ հուշագրում Թեհրանի հրթիռային ծրագրի մասին որևէ հիշատակում չկա եւ այդ հարցը նույնիսկ չի քննարկվել։ Ինչ էր պատմում Տրամփը, որ համաձայնվել են իմ ուզածն արել են։ Միջնորդն ասում է չկա տենց բան, ժողովուրդ ջան, չի քննարկվել տենց բան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ Մենք Իրանին թողնում ենք առանց որևէ միջուկային կարողության և նրանք համաձայնվել են դրան։ Մենք բավականին լավ ենք շփվում նրանց հետ։ Հիմա դուք տեսնում եք, իհարկե Իրանի հետ կապված հարցերը ինչ մակարդակի վրա է համաձայնեցումների, նաև մենք նայենք, որ այս հարցի հետ կապված մենք շատ ճկուն ձևով պետք է կարողանալ բալանսը պահել այն ձևով, որ Իրան-Ամերիկայի Միացյալ Նահանգների համաձայնությունները կամ անհամաձայնությունները չխանգարեն այն ծրագրերին, որը Սյունիքով նախատեսվում է անել։ Այնպես չի, որ շատ գոհ ենք այդ ծրագրերը, որը պայմանավորվել են Հայաստանի շահերից բխող, բայց որ Իրանը կարողանա մեզ մերժել, ասի ես եմ որոշում դու ինչ անես, դա խայտառակություն կլինի մեզ համար։ Եվ դուք տեսաք նաև Ռուսաստանի հետ կապված ինչ խայտառակ վիճակում են գտնվում, եւ մեր երկրի ներսի օրակարգը մի խայտառակությունը ահավոր ձևով, ասում ես Տեր Աստված, այս մարդիկ չեն տեսնում աշխարհում ինչա կատարվում։ Իսկ ո՞նց է հնարավոր քնից արթնանալ ու ասել ժողովուրդ չեք հասկանում մեր երկրի ապագան Ռուսաստանն է։ Ռուսաստանը սկիրա երկրի քաղաքացու ապագան չի, ժողովուրդ ջան։ Հիմա դուք հասկանում եք մենք ինչքան անելիք ունենք։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։